Բարի երեկո հարգելի հետևորդների, եթերում ABC լուրերն է, ես Գառնիկ Թավթյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Եվրոպական խաչակրած արշավանք Իրանի դեմ, Իրանի վերջին շահի որդին հանդես է եկել կոչով։ Իրանը փորձել է սպանել Թրամփին, ինչ է հայտարարել Պենտագոնը։ Անկարայում Իրանի դեսպանին կանչել են երկրի արտգործնախարարություն, պատճառը Իրանից արձակված բալիստիկ հրթիռի միջադեպն է։ Խամենեից հետո ով է ղեկավարելու երկիրը, ում անունն է շրջանառվում փակ դռների հետևում։ ԱՄՆ-Իրան պատերազմը խառնեց զբոսաշրջիկների պլանները, տունդարձի ճամփան երկար է ու բարդ։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել Թրամփին, սակայն ԱՄՆ նախագահին սպանելու փորձ կատարած կազմակերպության առաջնորդին գտել ու սպանել են։ Հեքսեթի խոսքով Միացյալ Նահանգներն սկսում է հարվածներ հասցնել Իրանի տարածքի ավելի խոր հատվածների։ Ամերիկյան Սուզանավը Պարսից ծոցում կործանել է Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր ռազմանավը։ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ շաբաթվա ընթացքում կհաստատեն լիակատար օդային գերակայություն Իրանի նկատմամբ։ Վաշինգտոնը կգործածի անսահմանափակ քանակությամբ գերճշգրիտ գրավիտացիոն ռումբեր։ Ամերիկան հաղթում է վճռականորեն, կործանարար և անողորմ։ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի խորհրդական Մոհամմադ Մոխբերը հայտարարել է, որ Իրանը չի բանակցելու Միացյալ Նահանգների հետ։ Նրա խոսքով ԱՄՆ-ի հետ երկխոսության հիմք չկա, քանի որ Իրանը չի վստահում ամերիկացիներին։ Անդրադառնալով 1980-ից 1988 թվականների Իրան-Իրաք պատերազմին, նա նշել է, որ Իրանը կարող է շարունակել պատերազմն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Մոխբերն ընդգծել է, որ իսլամական հեղափոխության սկզբից ի վեր ԱՄՆ-ն ու Իսրայելը փորձում են հասնել Իրանի մասնատմանը։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ հակամարտությունը Մերձավոր Արևելքում կարող է հանգեցնել խոշոր համաշխարհային աղետի։ Սանչեսը հայտարարությունն արել է, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է առևտրային էմբարգո սահմանել Մադրիդի նկատմամբ Մերձավոր Արևելքում հակամարտության հարցում նրա դիրքորոշման պատճառով։ Իսպանիան արգելել էր ԱՄՆ-ին երկրի հարավում համատեղ շահագործվող ռազմածովային և օդային բազաները գործածել Թեհրանի դեմ։ Մենք չենք պատրաստվում մեղսակից լինել մի բանի, որը վատ է աշխարհի համար, կամ հակասում է մեր արժեքներին ու շահերին, պարզապես ինչ-որ մեկի հաշվեհարդարից խուսափելու համար, ասել է Իսպանիայի վարչապետը։ Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փահլավին կոչ է արել Եվրոպային խաչակրած արշավանք սկսել Իրանի դեմ։ Նա այդ մասին ասել է ռուս բրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ զրույցում։ Նրանք Փահլավիի հետ շփվել են ներկայանալով որպես Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խորհրդականներ։ Այս ֆոնին էլ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության ուժերը Իրանից արձակված բալիստիկ հրթիռ են գտել և ոչնչացրել։ Բալիստիկ հրթիռ որսալուց հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսով զրուցել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Ըստ հայտարարության Ֆիդանն ասել է, որ պետք է խուսափել ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել հակամարտության տարածմանը։ Լրատվամիջոցների փոխանցմամբ Անկարայում Իրանի դեսպանին կանչել են երկրի արտգործնախարարություն։ Ըստ լուրերի դեսպանին փոխանցել են միջադեպի վերաբերյալ Թուրքիայի արձագանքներն ու մտահոգությունները։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանում գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին փոխարինելու համար նշանակվող ցանկացած առաջնորդ անվիճելի թիրախ կդառնա։ Այս ֆոնին էլ ակտիվ քննարկվում է Խամենեիի հավանական իրավահաջորդի հարցը։ Փակ դռների հետևում քննարկվում է Մոջթաբա Խամենեիի անունը։ Նա գերագույն առաջնորդի որդին է։ Ինչ է հայտնի Իրանի նոր հնարավոր առաջնորդի մասին, Անահիտ Սարգսյանն է պատմում։ Իրանի քաղաքական վերնախավում տարիներ շարունակ շրջանառվում է մի անուն, որը գրեթե չի հնչում պաշտոնական հաղորդագրություններում, բայց մշտապես առկա է կուլիսային քննարկումներում։ Խոսքը Մոջթաբա Խամենեիի մասին է, Իրանի սպանված գերագույն առաջնորդի որդու, որի ազդեցության մասին խոսակցությունները չեն դադարում ավելի քան մեկ տասնամյակ։ Մոջթաբա Խամենեին ծնվել է 1969 թվականին Մաշհադ քաղաքում։ Նա Ալի Խամենեիի երկրորդ որդին է։ Դպրոցական կրթությունից հետո սկսել է աստվածաբանություն ուսումնասիրել, ապա շարունակել ուսումը Ղոմում հոգևորական դառնալու համար։ Հետագայում աստվածաբանություն է դասավանդել Ղոմի աստվածաբանական ճեմարանում։ 1987-ից 88 թվականներին Մոջթաբան մասնակցել է Իրան-Իրաքյան պատերազմին և իր հսկողության տակ է վերցրել բասիջ աշխարհազորային ուժերը։ Չնայած Մոջթաբան երբեք չի զբաղեցրել
ստացրել որևէ բարձր պետական պաշտոն, սակայն մի շարք իրանցի նախկին պաշտոնյաներ եւ արևմտյան վերլուծական կենտրոններ նրան նկարագրում են որպես ազդեցիկ միջնորդ հոր գրասենյակի, անվտանգության կառույցների եւ քաղաքական էլիտայի միջև։ 2000-ականների սկզբից շրջանառվում են տեղեկություններ, որ Մոջթաբա Խամենեին սերտ կապեր ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարների հետ։ Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ նա դեր է խաղացել այդ կառույցում հավատարիմ կադրերի առաջխաղացման հարցում։ Իրանի ներսում այս թեման գրեթե չի լուսաբանվում, իսկ պաշտոնական հաստատում երբևէ չի եղել։ Նրա անունը կապում են նաև օֆշորային ֆինանսական ցանցի հետ, որը գործածվում է Իրանից դուրս ակտիվներ պահելու եւ տեղաշարժելու համար։ 2009 թվականի նախագահական ընտրությունից հետո, երբ բողոքի զանգվածային ալիք բարձրացավ ընտրության արդյունքների դեմ, ընդդիմադիր շրջանակները պնդում էին, որ Մոջթաբան աջակցել է բողոքի ցույցերի դեմ կոշտ ուժային արձագանքին։ Այդ պնդումները պետական մակարդակով հերքվել են կամ անտեսվել, սակայն նրա անունը այդ իրադարձություններից հետո հայտնվել է ներքաղաքական քննարկումների կենտրոնում։ 2019 թվականին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Մոջթաբա Խամենեիի նկատմամբ, նրան ընդգրկելով Իրանի գերագույն առաջնորդի մերձավոր շրջապատի այն անձանց ցանկում, որոնք Վաշինգտոնի գնահատմամբ ներգրավված են իշխանության կոշտ քաղաքականության մեջ։ Պատժամիջոցները ենթադրում են Միացյալ Նահանգների իրավազորության ներքո ակտիվների սառեցում եւ ամերիկյան կողմի հետ գործարքների արգելք։ Թեհրանն այդ քայլը բնութագրում է քաղաքական ճնշում եւ միջամտություն ներքին գործերին։ Իրանի սահմանադրությամբ գերագույն առաջնորդին ընտրում է բանիմացների ժողովը։ Մոջթաբա Խամենեիի անունը պարբերաբար հիշատակվում է որպես հնարավոր իրավահաջորդ, իսկ այժմ, երբ Ալի Խամենեին մահացած է, ել ավելի հավանական է համարվում հենց Մոջթաբայի ընտրությունը։ Մոջթաբա Խամենեին գրեթե հանդես չի գալիս հրապարակային ելույթներով, հարցազրույցներ չի տալիս եւ հազվադեպ է երևում պետական միջոցառումներում։ Ինչ վերաբերում է նրա անձնական կյանքին, ապա նա 2004 թվականին ամուսնացել է Զահրա Հադդադադելի հետ, ունի 3 երեխա։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Մահվան մասին տարածված լուրերից հետո հանրության առաջ է հայտնվել Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։ Նրա հայտնվելը մեծ արձագանք է առաջացրել սոցիալական հարթակներում, հաշվի առնելով վերջին օրերին շրջանառվող հակասական տեղեկությունները։ Սակայն դիվանագիտական ու ռազմատենչ հայտարարությունների գինը վճարում են մարդիկ սեփական կյանքով։ Սարսափելի կադրեր են հրապարակվել Իրանի Բուշերի հիվանդանոցի նորածինների բաժանմունքից։ Հիվանդանոցը ավերվել է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածների հետևանքով։ Տարհանել են վաղաժամ ծնված նորածիններին, բայց որոշ նորածիններ մահացել են, քանի որ հարվածից հետո սարքավորումներն անջատվել են։ Սա առաջին դեպքը չէ, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ն հիվանդանոցի են հարվածում։ Օրեր առաջ հարվածել էին նաեւ Թեհրանի Գանդիի բժշկական կենտրոնին։ Իսկ ինչ վիճակում են Իրանում ու Մերձավոր Արևելքի երկրներում գտնվող հայերը։ Իրանում հեռախոսակապի եւ ինտերնետի խափանումները դարձել են կանոնավոր։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կարողանում է ամենօրյա ռեժիմով կապ հաստատել թե Իրանում, թե Մերձավոր Արևելքի մյուս ռազմական գոտիներում գտնվող հայերի հետ։ Զոհեր եւ վիրավորներ չկան։ Իրանում եւ Մերձավոր Արևելքի երկրներում տիրող վիճակի ֆոնին հանձնակատարի գրասենյակը գործարկել է թեժ գիծ տարածաշրջանում գտնվող մեր հայրենակիցներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Ստացել ենք շուրջ 30-35 հեռախոսազանգ, հիմնականում զանգերը եղել են Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող քաղաքացիներից, նաև Իրանից, Բահրեյնից, Քաթարից, Քուվեյթից եւ Լիբանանից, հիմնականում ուղղակի տեղեկատվական զանգեր են, այսպես ասած, կամ ցանկանում են իմանալ ավիաչվերթների վերաբերյալ տեղեկատվություն, կամ նաև սովորաբար հարազատներ են մեծ զանգահարում, որպեսզի ընդհանուր առմամբ կամ անվտանգային որևէ ցուցումների համար կամ ընդհանուր առմամբ իրավիճակի հետ կապված նորություններ իմանալու համար։ Բազմաթիվ մարդիկ էլ այսօր անորոշության մեջ են, մեկնել էին արձակուրդի նպատակով, սակայն աշխարհաքաղաքական զարգացումները խառնել են բոլոր ծրագրերը։ Ինչպես է ռազմական լարվածությունը փոխում սովորական ճամփորդության կանոնները եւ ով է շահում այդ քաոսից, դիտենք ռեպորտաժը։ Տունդարձի ճամփան երկար է ու բարդ։ Միացյալ Նահանգները Իրան պատերազմը խառնեց բոլորային զբոսաշրջիկների պլանները, որոնք որոշել էին փետրվարի արձակուրդը անցկացնել օվկիանոսի ափին կամ ավելի հեռուն շարունակել իրենց ճանապարհը։
Հայկական տուրիստական խմբերում իրարանցում է մարդիկ չեղարկված չվերթների տոմսերը ձեռքներին չգիտեն, թե որ հաջորդականությամբ քայլեն։ Փաստի առջև են հայտնվել ոչ միայն օրինակ հանգստի նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ կամ Մերձավոր Արևելքի այլ երկրներ մեկնած քաղաքացիները, այլև տարանցիկ օդանավակայանում մնացած քաղաքացիները։ Ռոզան օրինակ Աբու Դաբիում ընտրել էր հյուրանոցի 17-րդ հարկի համարը եւ ծովին նայող տեսարանը, առանց իմանալու, որ շուտով հենց այդ տեսարանից է նայելու պատերազմին, իսկ բարձրահարկում մնալն այդ պահին դառնալու իրական պատուհաս։ Գիշերվա 3-ին իջնում ենք reception, չեմ կարող ասել, որ այնտեղ ապահով է, բայց գոնե առաջի հարկա։ Սկզբնական շրջանի 17-րդ հարկում էինք հյուրանոցի բնակվում, հետո հասկացանք այդ ամսի 28-ին, որ առաջի տաղանումը տեղի ունեցավ, շատ բարձր է ու շատ դժվարությամբ կարողացանք իջնել ամբողջությամբ աստիճաններով ենք իջել, երեխայի հետ ենք մանկասալակով, մեզ օգնեցին ուղղակի հյուրանոցի անծանոթ մարդիկ։ Ամեն բացվող առավոտվա առաջին գործը նախ հյուրանոցի ընդունարան գնալն է։ Յուրաքանչյուր օր մեկ օրով երկարացնում են հյուրանոցում գիշերակացը։ Սկզբում ասել են, թե ամեն օրվա համար զբոսաշրջիկն է վճարելու, իսկ հետո իրավիճակ է փոխվել։ Առավոտյան արդեն որ հասկացան, որ ամբողջ օդային տարածքը փակ է եւ կառավարությունը կոմպենսացիա իր տուրիստներին բնականաբար մեզ ասեցին, որ կերկարացնեն ամեն օր երկարացնում են, հիմա մենք ամեն օր իջնում ենք reception եւ երկարացնում ենք մեր օրը ցույց տալով մեր cancel տոմսերը։ Ուրեմն ամսի 1-ի cancel-ից հետո 3-ին ենք վերցրել տոմս, որը որ էլի չեղարկվել է, հիմա ամսի 6-ին ենք վերցրել ու սպասում ենք մեր չվերթին, դեռ ամեն ինչ նորմալ է։ Հրթիռակոծությունները շարունակվում են օրվա տարբեր ժամերին, մարդիկ չգիտեն, որն է ճիշտը շարունակել մնալ, թե հասնել Օման, որտեղ էլ սակայն հայկական ավիափոխադրողը մի քանի անգամ թանկ գնով չվերթներ է իրականացնում Հայաստան։ Նշեմ, որ տոմսի արժեքն է 900 եվրո, ինչը ինչ խոսք շատ բարի է իրենց կողմից, այսինքն միջև վերջ փորձում են օգուտ քաղել ստեղծված իրավիճակից, բայց դա իհարկե թողնենք իրենց խղճի վրա։ Ամեն դեպքում այս պահին տեղեկացնում եմ, որ Հայաստանը տարհանում չի կազմակերպում իր հաշվին իր քաղաքացիների համար, այլ պարզապես կազմակերպում է ավտոբուսով ուղևորափոխադրումը դեպի Օմանի օդանավակայան։ Մեկ այլ պատմություն է տարանցիկ գոտու մնացած հայրենակիցների վիճակը։ Օրինակ, Քուվեյթով ճամփորդողները պատերազմը սկսելուն պես մնացին օդանավակայանում։ Այնուհետև Քուվեյթի կառավարությունը հովանավորեց այնտեղ մնացած այցելուների կացության եւ սննդի ծախսերը։ Երեկոյան եւ գիշերները հիմնականում ազդանշանները աշխատում են, ՊՕՊ-ը աշխատում է եւ լսվում է հակաօդայինի ոսվասած հարվածների ձայները։ Ցերեկները հիմնականում ավելի հանգիստ վիճակը մտնորդա։ Մեր հյուրանոցում գտնվում են գրեթե ամեն ազգից, տարբեր ազգերից։ Իրավիճակը այսպես է, որ ջազիրա ընկերությունը փորձում է ինչ-որ միջոցներ ձեռնարկի մի ուղղությամբ։ Առաջիկայում քաղաքացիների համար ճամփորդությունը մնում է բարդ ու ռիսկային։ Քուվեյթը շրջափակված լինելով Սաուդյան Արաբիայով եւ Իրաքով պահանջում է հատուկ թույլտվություններ եւ մեծ պատրաստվածություն, իսկ փոխադրողներն անվտանգության երաշխիք չեն տալիս։ Այս պահին քննարկվող միակ հնարավոր ուղին այն է, որ քաղաքացիները հասնեն Սաուդյան Արաբիայի արևմտյան մասում գտնվող Ջիդդա քաղաք, այնտեղից Ստամբուլ եւ շարունակեն ճանապարհը ինքնուրույն իրենց միջոցներով։ Սակայն նույնիսկ այդ դեպքում հնարավոր օդային տարածքների փակումը ու դրանից բխող պատասխանատվություն որևէ մեկը չի ստանձնում։ Միաժամանակ այս պահին Քուվեյթում մնացած ճանապարհորդներին մխիթարում է իրենց հասած անձնական իրերով ու մաքուր շորերով ճամպրուկները։ Իսկ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որ մարտի 5-ին ժամը 21-ին Flyone ընկերության Մասկատ-Երևան չվերթի տոմսերը ձեռք բերած քաղաքացիները կարող են օգտվել դեսպանության եւ Դուբայում Հայաստանի գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված անվճար վերջին տեղափոխումներից։ Իրանի հետախուզությունը հայտնել է, որ ձերբակալել են ամերիկացի եւ իսրայելցի վարձկանների մի խումբ, որոնք պլանավորում էին տերորիստական հարձակումներ իրականացնել Թեհրանում։
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի հատուկ թողարկումը կեսգիշերին է, կհանդիպենք առայժմ։